Պարոն Պապոյան, օրակարգում ինչ էր քննարկվում, արդյոք այս եկեղեցու շուրջ աղմուկին անդրադարձ եղել է թե ոչ։ Կհրապարակենք մամուլի հաղորդագրություն, ըստ այդմ կներկայացնենք օրակարգի մասին տեղեկատվությունը։ Այս պահին ես պատեհ չեմ համարի առանց մամուլի հաղորդագրության քննարկված հարցերի մասին։ Շատ հակիրճ է լինում եւ գրեթե բովանդակություն չի պարունակում, խնդրեմ ասեք, անդրադարձել եք Փաշինյանի վերջին գրառումներին, թե ոչ, եւ հարցեր ուղղել եք, թե ինչու այդ բառապաշարն օգտագործում։ Ես ասում եմ, նիստի հարցերին, օրակարգային հարցերին չեմ անդրադառնա, կլինի մամուլի հաղորդագրություն, դրանց մասին պատշաճ մեկնաբանություն կլինի։ Նիկոլ Փաշինյանի կիրառած բառապաշարը թե ոչ։ Տեսեք, խնդիրը որն է։ Ես ենթադրում եմ հետևյալ արտահայտության մասին է խոսքը, սրբազան ինչու ես քեռակնոջը դոմփում։ Հիմա գիտեք, դուք կենտրոնացել եք այդ բառի վրա, ես կարծում եմ այդ երևույթը ավելի մտահոգիչ երևույթ է եւ երևույթն է իրականում մտահոգիչ եւ ինձ թվում է, եթե երևույթի հետ կապված բոլոր պարզաբանումները ու բոլոր այդ խայտառակությունները վերացած լինեին, կամ վերանան, կարելի է անդրադառնալ այդ հարցին, բայց հասկանում եք, եթե այդ ամբողջը դիտարկենք, այդ ամբողջի մեջ, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ եթե այդ հարցը բարձրացնում եք, օրինակ կարելի է քեռակնոջ հետ կենակցել եւ դա խնդրեմ չի, բայց այդ երևույթի բառային ձևակերպումը ձեր համար խնդրեմ է։ Վարչապետը տեղյակա թե ով հետա քնում եւ արթնանում, դա արդեն խնդրեմ է։ Չէ, ես կարծում եմ իմ համար ամենամեծ խնդրեմը այն է, ես ինքս հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ ընտանիքի անդամները նույնպես երեխաները կնքված են, այսինքն մենք ինձ համար շատ կարևոր է, որ այդ կուսակրոնության ուխտը, որը եկեղեցին ինքը իր համար սահմանել եւ ընդունել է, պահպանված լինի եւ դրանով խախտված չլինեն այն ուրեմն այն կանոնները, որը եկեղեցին ինքը իր համար սահմանել է եւ մենք էլ որպես հավատավոր, մեր եկեղեցու հավատավոր հետևորդներ, ըստ էության համարում ենք, որ այդպես էլ պետք է լինի։ Դուք էլ բազմաթիվ խոստումներ տվել եք, բայց այդ խոստումները չեք իրականացրել։ Ինչու հիմա եւ այս ձևով վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց արտահայտվել դրա մասին եւ օրինակ հնարավոր չէ եկեղեցին որպես ինստիտուտ դուք ասում եք, որ հարցը ոչ թե ներողություն եմ խնդրում։ Տեսեք, դուք ասում եք դուք էլ այս խոստումն եք տվել, այն խոստումն եք տվել։ Ես ուրիշ հարց եմ տալիս, այսինքն եթե քաղաքական որևէ կուսակցություն որևէ խոստում է տալիս, կատարում կամ չի կատարում, դա օրինակ բավարար է, որպեսզի համարենք, որ կարող է ենթադրենք սրբազանը կենակցել իր արունակցական կապ ունեցող որևէ մեկի հետ։ Իշխանության ինչ գործն է, ով ում հետ է կենակցում։ Ես ասում եմ, խնդիրը, այսինքն գոյություն ունի եկեղեցու կանոններ։ Հիմա այդ կանոններով չունի խառնվել եկեղեցու։ Պետությունը դուք ես խանգարում եք։ Մենք բարեվարկության բոլոր կանոնները անցնում ենք, հրապարակային է այդ ամեն ինչը, դուք մեզ հետևում եք անընդհատ, այդ ամեն ինչ թափանցիկ է, մենք մեր ֆինանսական հաշվետվությունները հրապարակում ենք եւ խանգարում եք, չեք թողում պատասխանեմ, կամ թողեք պատասխանեմ կամ գնամ։ Բայց բացի այս բան ոչ մեկ չի։ Ներողություն եմ խնդրում, թողեք պատասխանեմ։ Հիմա ես ասում եմ, ես այս պարագայում հանրապետության վարչապետը եւ բոլոր այն մարդիկ, իսկ այդ մարդիկ 100,000-ավոր մարդիկ են, միգուցե միլիոնավոր, որ այս հարցերը բարձրաձայնում են, իրանք չեն բարձրաձայնում, մեկը որպես վարչապետ, մյուսը որպես падգամավոր, երրորդը որպես ղեկավար, չորրորդը որպես ծառայություն մատուցող, 5-րդը որպես լրագրող, 6-րդը որպես գործազուրկ, 7-րդը որպես գյուղատնտեսության մեջ ներգրաված մարդ, այլ բարձրաձայնում են որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ եւ հետեւաբար մեզ որ դա շատ հետաքրքրում եւ հուզում է։ Ներողություն, իմ հարցը կիսատ մնաց։ Պարոն Պապոյան, պետությունը ինչ գործիքակազմով է միջամտում եկեղեցու գործերին։ Երբ Հայաստանի վարչապետն ասում է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունենա կաթողիկոսի ընտրությանը, դա դուք ինչպես եք պատկերացնում, որովհետև Սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը եւ Հայաստանի Հանրապետության ու հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը
հատուկ առանձնացնում է, հատուկ շեշտում է, թե ինչպես է եկեղեցի եւ պետություն ճիշտ եք ասում, կա սահմանադրություն, որտեղ սահմանադրության մեջ ասվում է օրենքի մասին, իսկ օրենքը ինքն է որոշում, թե դա ինչպես պետք է լինի, իհարկե սահմանադրության համապատասխան։ Ներողություն, օրենքը ասում է, որ պետությունը ճանաչում է գրել։ Օրենքը ով է գրում։ Օրենքը գրում է, ընդունում է ազգային ժողովը։ Բայց հիմա այդ օրենքը արդեն ընդունված է։ Շատ լավ, բոլոր օրենքների մեջ կարող են լինել փոփոխություններ։ Այսինքն պատրաստում եք փոփոխություն նախաձեռնել։ Դա ես նման բան չասեցի, ես չասեցի պատրաստում ենք անել կամ չանել։ Դուք ասում եք ինչպես եք պատրաստում եմ օրենքով, ճիշտ դուք եք ասում, չէ՞ օրենքով։ Օրենքը բխում է սահմանադրությունից, չէ՞։ Այսինքն եթե ինչ որ բան օրենքով սահմանվում է, ուրեմն օրենքով կսահմանվի կամ սահմանված է, եթե հիմա չկա, ներողություն, հիմա չկա ոչ օրենքով, ոչ սահմանադրությամբ, որ կառավարությունը, պետությունը կարող է Չեմ էլ կարծում, դա այլ հարց է, ես հիմա դրա մասին չեմ խոսում, չեմ ուզում դա մեկնաբանեմ, ես ուզում եմ վերադառնամ ձեր հիմնական հարցին։ Ես հիմա այստեղ ձեր առաջ չեմ հանդես գալիս որպես օրինակ նախարար, այլ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Հիմա ինձ համար հետևյալ հարցը կարևոր է։ Այնուամենայնիվ այդ կուսակրոնության ուխտը պահպանվում է, թե չի պահպանվում։ Հիմա եթե չի պահպանվում, մենք դրա հետ ոնց ենք հարաբերվում։ Եթե պահպանվում է, թող կանգնեն ասեն պահպանվում է, բայց ոնց որ թե այդ հարցը տալիս ենք, ասում ենք հիմա պահպանվում է, թե չէ։ Բազաններից մեկի երեխայի Նիկոլ Փաշինյանը պաշտոնի էր նշանակում։ Այդ անգամ չգիտեմ, որ խախտվում էր դա։ Ուրեմն նշանակում է մասսայաբար չի պահպանվում, եւ հիմա սրա հետ պետք է հարաբերվենք կամ բոլորը ինչի՞ չէ, բոլորը հիմա տեսեք որպես հայ առաքելական եկեղեցու հետ հիմա ենք իմացել դրա մասին, հիմա ենք բարձրացնում։ Հիմա տեսեք, եւ այս կոնտեքստում տեսեք, խնդիրը հետեւն է, սրա հետ մենք ասում ենք, դե այդպես էլ պիտի լիներ, կամ դե ինչ խնդիր կա, դա էլ է բան, այսինքն եկեք թող հասարակությունը կանգնի ասի դե այդպես էլ պետք է լիներ, կամ բան եկեղեցականները ասեն դե մենք պիտի մասսայական խախտեինք, նորմալ է, տենց էլ պիտի լիներ, բայց եթե այդպես չի, եկեք ընդունենք, որ այդպես չի եւ դրա հետ առնչվենք եւ հարաբերվենք, որովհետեւ այդպես չի։ Լավ, հարցը հետեւյալն է, ինչպես է հիմա այդ ենթադրյալ կարգավորումը դուք տեսնում, ինչ գործիքակազմ եք կիրառելու։ Ես ուզում եմ ասել, որ հարցը այս պահին հետեւյալ կերպ է վարչապետի կողմից հնչել։ Այդպես է, թե այդպես չի։ Հիմա տարբեր, տեսեք, տարբեր ուրեմն եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ ըստ էության այդ հարցին պատասխանում են այդպես։ Այդպիսի հարց չի կարելի տալ։ Մարդիկ չեն ասում այդպես չի։ Մենք էլ ասում ենք, եկեք թողենք մի կողմ, կարելի է տալ, թե չի կարելի տալ։ Եկեք ասեք հա կամ չէ։ Իրենք ոչ չէ են ասում, ոչ հայ են ասում։ Ինչը ամրապնդում է այն կարծիքը, որ այնուամենայնիվ հայ է, այսինքն իրանցից շատերը ունեն երեխաներ, խախտել են։ Ներողություն, այսինքն ինչ հարց հնչի պետքա դրան պատասխանել, դա որ հոգևորականներից մեկն էլ շատ կներեք։ Արտնանա մի օր որոշի Նիկոլ Փաշինյանին հարցադրում անել, ասի դուք այլ կնոջ հետ օրինակ կապված եք, թե որ, այսինքն պետք է վարչապետը դրան լուրջ դնի պատասխանի։ Ուրեմն տեսեք, դուք ձեր հարցը կոռեկտ չի, ու ասեմ ինչու կոռեկտ չի։ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցից բավականին կոռեկտ է։ Բոլոր հարցերը, որոնք որ հնարավոր է բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի առաջ, բարձրաձայնվում են։ Ամեն դրանից մի բան էլ ավել։ Իրենց դեպքում, եկեղեցու դեպքում, այդ հարցերը չեն բարձրաձայնվել, բայց հիմա մի օր բարձրաձայնում ենք։ Հիմա ամբողջ հասարակությունը ասում է, այս մարդու երեխան է։ Այս մարդու երեխան է։ Հիմա վերջի վերջո պիտի հասկանանք, օրինակ, իրոք, այս արքեպիսկոպոսը երկու երեխա ունի, թե չունի։ Կաթողիկոսը երեխա ունի, թե չունի։ Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեր եկեղեցում պահպանվի բոլոր եկեղեցական կանոնները սրբությամբ եւ օրինակ ես շատ կուզեմ որ պարզվի որ եւ շատ խնդրահարույց է իմ համար եթե պարզվի որ օրինակ կաթողիկոսի երեխա ունի պարզվի որ ինչ որ արքեպիսկոպոսներ երեխաներ ունեն եթե պարզվի որ ինչ որ եպիսկոպոսներ ունեն երեխաներ սա ոչ դա պետքա եկեղեցի առաջին հերթին այնտեղ գնացող մարդկանցով եկեղեցին կյանք եւ շունչ ունի եկեղեցու հետևորդներով եւ ես ուզում եմ որ հայ առաքելական եկեղեցին լինի ուժեղ հայ առաքելական եկեղեցին որևէ կասկածի առիթ անգամ չունենա եւ մենք բոլորս հավատավորներս
մեր թվականակը ավելանա, եկեղեցու հաճախորդ մարդկանց քանակը ավելանա, որովհետև այս կասկածի որդերը, որոնք որ ամրապնդվում են, որովհետև շատ հնչում են հարցեր ու դրանց պատասխանները չի հնչում, ու շատ կարծես թե հիմնավոր հարցեր են հնչում ու պատասխանը չի հնչում, դա բնականաբար բերում է նրան, որ շատ վատ դրության մեջ է առաջին հերթին հայտնվում եկեղեցին, ինչը իմ կարծիքով անթույլատրելի է եւ ես կարծում եմ, որ խնդիրը եկեղեցու եկեղեցին ավելի մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին շատ ավելի կարևոր սուբյեկտ է, քան առանձին անհատներ, եթե դուք այդպես չեք կարծում, դա իհարկե ձեր գործն է, բայց իմ կարծիքով դա ավելի կարևոր է։ Այն է, որ ձեր ասածին կհավատային կամ ճշմարտացիությունը այնքանով կլիներ, որ դուք ձեր աչքի առաջ չունենայիք այնպիսի մարդու, որին ինչպես գործընկերս ասաց, նշանակել են շատ բարձր պաշտոն, այսինքն դուք իմանալով, որ կան մարդիկ, ովքեր կուսակրոնության ուխտը խախտել են, ունի զավակ կամ զավակներ, դրանով հանդերձ դուք հիմա եք միայն բարձրաձայնում, որ եկեղեցին սրբության սրբոց նման պետք է պահի կանոնները, որոնք գրված են։ Ասեմ ու ավարտեմ։ Սա վերաբերվում է բոլորին։ Այդ ձեր ասած մարդուն էլա պիտի վերաբերվի։ Ինչի իրենից չսկսեցիք։ Իրենից հիմա ասում ենք բոլորին է վերաբերվում։ Բոլորին չի լինելու մեկը, ում չի վերաբերվելու։ Եվ այն մարդուն, ում դուք նկատի ունեք, առաջինը կամ երկրորդը հենց իրանց պետքա վերաբերվի, եւ սա պետքա վերաբերվի բոլորին։